5 մարդ է վիրավորվել Վոլգոգրադի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։ Մարզում բնակելի տներ, արդյունաբերական ձեռնարկություն, նաև Վայլդբերիսի պահեստ է վնասվել։ Ընկերությունը հաստատել է, լոգիստիկ օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան, վնասի չափը ճշտվում է։ Կիև Փոստը գրում է, որ Վայլդբերիսին պատկանող մի պահեստ էլ Թաթարստանի մարզում է հրդեհվել։ Ինչու է Ուկրաինայի օդուժը մոտ 2 շաբաթ իր թիրախում պահում էլեկտրոնային առևտրի ռուսական հսկային։ Reuters-ի տվյալով ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վայլդբերիսի առնվազն 7 պահեստի և ոչնչացրել ընկերության լոգիստիկ հզորության 10%-ը։ Մոտ 1 միլիարդ 300 միլիոն դոլարի վնաս է կրել ռուսական ընկերությունը։ Կիևը պնդում է, թե Վայլդբերիսի լոգիստիկ ցանցը օգնում է ռուսական բանակին։ Շուկայում վաճառվում են զրահաբաճկոններ, սաղավարտներ, գիշերային տեսանելիության սարքեր։ Փորձագետները նկատում են, Ուկրաինան փորձում է 1 կրակոցով 2 նապաստակ որսալ, խափանելով առաջնագծի համար կենսական մատակարարումներն ու տնտեսական վնաս պատճառել Ռուսաստանին։ Սակայն ըստ պաշտոնական Մոսկվայի, փոքր բիզնեսին այդ վնասները չնչին են ընդհանուր տնտեսության համար։ Վայլդբերիսի պահեստի հարվածներին զուգահեռ ուկրաինական մամուլում լուրեր են տարածվում, որ 2004 թվականին այդ ընկերությունը հիմնադրած Տատյանա Կիմը, որն այժմ Ռուսաստանի ամենահարուստ կինն է, սերտկապեր ունի Կրեմլի հետ։ Հարվածներից հետո էլ, ըստ ուկրաինական որոշ աղբյուրների, Կրեմլում քննարկում են Վայլդբերիսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և պահեստների մեծ մասը Ղազախստան տեղափոխելու հարցը։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։